Վստահաբար արդեն տեսել եք, որ են իրենց հաղթանակի մասին հեքիաթներ պատմող ու ենթադրաբար մի քանի 100 միլիոն դոլարի ընտրակաշառք բաժանած ուժեղ Հայաստան կոչվող փոքրիկ խմբակի անդամներն ու պարագլուխները արդեն սկսել են պատմել այն մասին, որ իրենք դեմանդատները վերցնում են, որ այսպես, որ այնպես, մի խոսքով հերթական անգամ սուտը փչեցին մարդկանց աչքերին, իրենց էլեկտորատին խաբեցին, սին հաղթանակի մասին ինչ-որ անհասկանալի պատումներով, հիմա խելոք մանդատները վերցնելու են ու գալու են ազգային ժողովում, փոքրիկ խմբակ են լինելու, բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա, այդ փոքրիկ խմբակի փոքրիկ անձնակազմում մի հոգի կա, Էդգար Ղազարյան անունով մարդ, որը եթերով կամեցել է հայ սակրավորների մահը, ու եթե փոքրիկ խմբակը գոնե փոքր ինչ արժանապատվություն ունի, խորհրդարան կգա առանց դրա։ Կալուգաց Սամոն ասում է, թե իր տղաները, իր եղբոր տղաները, որոնք 4-ն են ու 4-ից ոչ մեկ բանակում չի ծառայել, ավելի շատ բան են արել մեր բանակի համար, քան դրա մասին այս կամ այն մարդը կերազեր։ Ուրեմն Կալուգացի Սամոյին ու իր եղբոր տղաներին շատ աներկբա ասում եմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ ընտանիքի հայրը բանակի համար ավելի շատ բան է արել իր որդուն բանակ ծառայության ուղարկելով, քան դուք ձեր ամբողջ կյանքում ու ձեր ամբողջ գերդաստանով կկարողանաք երազել անգամ։ Հայաստանի ամենաաղքատ մարդը իր որդուն բանակ ուղարկելով բանակի համար ավելի շատ բան է արել, քան դուք պարոնայք անձնագրում FSB-ի անուն այտենց գրանցում ունեցող օլիգարխներ։ Այս ընդդիմության ամբողջ պրոբլեմն է նա, որ իրանց տասովշիկները իրանց գցել են, իրանք ավելի շատ փող են վերցրել ու ներկայացրել են, թե ավելի շատ մարդու են դա բաժանել, բայց փողը գրպանել է։ Ինչպես ասում են, տասովշիկը կոռուպցիոներ օլիգարխից գողացել է, գցել է օլիգարխներից, հիմա սրանք իրանց կուտակած թվերն են նայում, իրանց այսինքն ցուցակներն են նայում, թե ինչքան ձեն պետք է ստանային տված փողի դիմաց ու դա համատում են տվյալների հետ ու հիմա ուշքի չեն գալի։